մեր հասակակիցների միջին շատ աչք ընկնող, գյուղում աչք ընկնող տղա էր։ Ջեմատատի կողմից իրեն փառաբանելու մեջ ամուսինը Ժորապապը տագնապ է տեսնում ու զգուշացնում է սիրելի կնոջը, իհարկե կատակով։ Չեմ գովում, ես ճիշտն եմ ասում, խի չեմ ասում հմիելա տենց։ Հմիելա արդեն պառավելա Սորով իրա դուսուտուն անումա։ Ջեման ասում է հին օրերին Սամվելին որ տեսնեիր կմտածեիր կինո նկարի հերոսը, ոչ թե գյուղացի հասարակ տղա։ Թեև տարիներ անցել են, բայց Սամվելի հմայքը չի անցել։ 80-անց պապը հազիվ 60-ի տեսք ունի ու Ջեմատատի պնդման պատճառը նրա անհանգիստ բնավորությունն է։ Ինքան շարժ ունա պապիկը, իր շարժունությունից ջահել ամանը։ Սորտ տակոյ, այդ էլ կա միջայլոց, մերոնք չգիտեմ ինչի, ոնց որ թե ինձ թվում է էլի։ Մենակ դուք չեք ասում, մեն չոր ամբողջ յուրն ասում որ միտեղ զրուցեմ անեմ ասում դուք սուտ եք ասում, այդ տարիքը չունեք ասում։ Արի ուտես, որ օրորի պապի տարիքի ավելանալու հետ էներգիան էլ ավելանում է։ Ջեմատատն էլ չգիտի ուրախություն, թե զարմանք, որովհետև պապը գյուղում հակատարիքային կյանքի կենթանի գովազդ է։ Իսկ գաղտնիքը պարզ է շարժում, գործ, կատակ ու գլխավորը լավատեսություն, ահա եւ վերջ։ Իհարկե Ջեմատատի աջակցությամբ, որ հսկում է պապի սնունդը, անդորը, մի խոսքով ջահել ջիվան պապի բախտը բերել է լավ գենետիկա, լավ կին ու ընտանիք, ամեն ինչ տեղը տեղին, պակաս բան չկա։ Յոհաննես ժամանամեծ մարդն եմ կարելի ասել, նախ այդպես ես որ փոքր էի գնում այնտեղ, ինձանից 20 տարվա ներկա ջահել մարդիկ, մեծ մարդիկ էին երևում, մենք դաժե անհարմար էինք զգում, որ նրանց կողքը կայնենք, իսկ մի տենց բան գոյություն չունի, այն երեխեքը բանը, դպրոցը ստեղ վերջացնում էի, 8 օրը վերջացնում է դեռ կոշիկ տեսած չէի, հա, ինչի տրեխներ էր կամ սապոկ էր, հա, տենց բաներ, մի տենց էր, փող չկար, այն վաղտ աշխոր էր, գնում էր աշխատում սովխոզում ենթադրենք, աշխատանքային օրով վարձատրում էին ծոր են, գարի ես են, խնձոր, մնձոր, բանը, հա, էդ էր, աշնան կողմը, եթե ապրանք ունեիր պահելու, տանում էին Թիվրիս ծախը, մի զույգ ռեզենիկ, կերզվի սապոկներ, էդ էր քո ամբողջ բանը, դրանով դուրս էր գալիս։ Այսինքն դժվար կյանք էր, բայց ավելի ուրախ ու ուրախ էր, բայ հարկ ուրախ էր, հարգան կար, պատիվ կար, մեծ կար, երիտասարդ կար, իրար հարգում էին, ընդունում էին, մի տենց բան չկա, հիմա գնաց փորձես մի տենց բան չեմ եղել, որ ասեմ չեմ փորձում մեկին ասեմ տղաժան կնաս, մի շիշ ջուր բերես, կարող է եւ ասի չէ, ես սարսափելի վատ կզգամ ինձ, սարսափելի Դրա համար այդ հենց համոզված չէ, որ նա ճիշտ աստիճանություն, այն մի տենց է։ Ուսուցիչ չընտենալով տունոջի մեն ինչ էին կանան։ Շամը 2-ից հետո խանութ գնալու իրանք չկար, որ հա ինչ իրանք ունես ման գալու։ Իսկ մի ուսուցիչը քանյան տեսել իր աշակերտի ծխախոտ է ուզում։ Ահա, ինչ է ուզում։ Գեղեցկուհի Ջեման Սամվելի դպրոցական սերն է, իրար համագրել են դպրոցական նստարանից ու ամուսնության տարիքում Սամվելն էլ էստեղ այնտեղ աղջիկ հավանելու չի գնացել, հավանածը գյուղից էր, գյուղի աղջիկ, տեսու ճանաչ, գյուղի աչքի լույսը։ Նշան դրեցին, որ ուզող չգնա ետևից ու 3 տարով գնաց ծառայության խորհրդային երկրին։ 3 տարի երկար ու ձիգ Ջեման էլ էստեղ անհամբեր սպասել է գալուն ու հազվադեպ զինվորական նամակներին։ Որ նշանված էինք բանակում մեր Սամվելը, ես կեսուրից մենակ էր, անընդհատ սեղ իրա մոտ էի իլեմ, անընդհատ, պապաս միշտ ասում էր գնա աղջիկ ջան, կնիկը մեղ կա, մենակ է, հենց կապված ենք եղել կեսորս հետ շատ, հենց առաջ օրվանից ես տուն եմ մտել ու ասել մամա, որովհետև ասեցի այն վաղտ նվարդ տոտա եմ ասել, գյուղի կնիկ այլեն, որ չասեցի չեմ կարող ասեմ էլ, առաջ օրվանից մամա եմ ասել վсё, բայց լավ բայևոր կեսոր ուներ, շատ լավ կնիկ էր։ Դեպետն էլ հիմա է դեպետ զարգացած քաղաքի նման, չէ ինչ քաղաք, Եվրոպայի նման։ Հիմա հին կարգեր էլ չկան դեպետում, բայց իրենց ժամանակներում գյուղում ամուսնանում էին առանց միմյանց հետ հանդիպելու, մոտիկից ծանոթանալու, տո հաճախ ամուսնանում էին առանց միմյանց ճանաչելու, այսինքն հանդիպումը կայանում էր միայն հարսանիքի օրը, դա էլ լավագույն դեպքում։ Մեր գյուղում ասենց կատակ պատմություն կա, ինչ որ մեկը տղա է ունենա, բայց ինքը սարմանասուն ապա ծնողները ստեղից ասում են, արի աչքդ լույս տղա ունես,
ասում անդերից բանանամ, ասում այ մարդ դերասան ամուսնացել չեմ, ո՞նց տղա ունեմ, ասում դա քո գործը չի, ամուսնացել ես տանը, մի տենց պատմություններ լա եղել, էլի։ Հարսանիքի օրը աղջիկը հարցի շորով տղան նոր կոստյումով իրար էին մոտենում մի տեսակ հաճելի անակնկալի սպասումով, եթե բախտդ բերում էր, ասում էին Աստված ուղարկեց, գովում էին միջնորդ սաբաբին ու նվերներ էին ուղարկում նրան, կամ թանքյուրի նման հյուրընկալում, եթե չէ անեծք էր, որ թափում էին միջնորդի ու աղջկա տեղ ցույց տվողի հասցեին դառնում թշնամի։ Այդպես էր կյանքը, բայց մի բան պարզ էր, բախտին ընթառաջ գնում էին փակ աչքերով, իսկ հետո տարիների ընթացքում սովորում սիրել, հարմարվել ու այդպես ապրել։ Հիմա ջահելները նախքան ամուսնությունը հասցնում են տարիներով հանդիպել, բաժանվել, հաշտվել ու էլի բաժանվել։ Այդպես, բայց ամենակարևորը, որ նախկին հարսանիքները ուրախ էին մի տեսակ իսկական, այլ ոչ թե հիմիկվա նման արհեստական, ասում են։ Պապանցս տունը վերևա, այն եղեգնուտի առաջի տունն է հենց։ Ընդեղից պավարոտներով, հարսի շորով եկել ենք ստեղ, պարելով, բանով։ Հարսանքաթափորի առաջից գաթա աղջկա հորանցտանից հարսանիքի աղվես համարվող Փեսայի հարազատի գողացած ու կարմիր ժապավենով զարդարված հավը պարացնում։ Փեսայի ազգականները, հարազատները թափորի անցնող ճանապարհի եզրին փոքր սեղաններ էին բացում ամենաբազմազան ուտելիքներով։ Հարս ու Փեսան մանավանդքավորը պարտադիր պիտի կանգ առնեին, բաժակ բարձրացնեին այդ սեղանից ու համտեսանեին ուտեստներ ու այդպես շարունակ։ Հարսանիքի թամաշավորը շարված պատշգամբներում ճանապարհայեզրերին, չէ, ինչ ուզում եք ասեք, այն ժամանակ ամեն բան ուրախ էր, ասում է Սամվելը։ Կողքանից զալի մեջ դրխկը շրխկը դրմդրխկը զահլետ գրմալ չես էլ ուզում ասում երբ պիտի գնացները վերջանա գնամ տուն։ Քաշող բան չկա էլի իմ գար ծախսը անում են բայց այն էֆեկտը չունի էլի հարսանիքի գյուղամիջում կայնում էին պարում էին նվագում էին ծնագունդ էին խփում սեղան էին դուրս վերում հա կոխ էին բռնում այո հա իհարկե հա բայց մի տես բան չկա ուրա սա դարել ասենց ցուցադրական բաներ ա դարել փողով շատ փող ունի ով շատ փող կարա ծախսի Մեջը հաճույք հավես չկա էլի։ Դեպետի արևոտ բակում մրգատու ծառերի շվաքում իրենց խաղաղձերությունն են հիմա վայելում Սամվելն ու Ջեման, ծնվել ու մեծացել են այս գյուղում, հետո տարիների ընթացքում տեղափոխվել քաղաք աշխատելու, երեխաներին մեծացնելու։ Երբ հասավ թոշակի տարիքը առանց երկար բարակ մտածելու վերադարձան իրենց մանկության ու երիտասարդության դեպետ։ Ամուսինների օրերն անցնում են անշտապ երեխաների ու թոռների այցով, այգու գործերով, երբեմն էլ հարևանների հետ հին օրերի հիշողություններով։ Քաղաքային կյանքի տարիները դարձել են հեռավոր պատմություն ու հիմա անգամ մեկ օրով աղմկոտ ու մարդաշատ քաղաք գնալ չեն ուզում։ 63 թվից գնացել եմ այնտեղ դպրոց, այնտեղից սովորել, բանակ եկել այնտեղ ապրել ենք 2002 թվին, չէ, 2002 թվին, որ մամաս մահացավ արդեն բան, գործարաններն էլ փակվեցին, այնա որոշեցին գանք տեր կայնենք ստեղ, հա, երեխեքը մեկը Լանացոր, մեկը Երևան, մեկը Դիլիջան, տենց ոբշեմ էլի ամեկ իրանց տեղը էլի ոնց որ օրենքը կարգնապահանջեմ, հա, թորնիկներ, ծորնիկներ, հա, դուք եք իրենցով երջան։ Հա, գալիս գնում են անընդհատ, անընդհատ չի որ ամեն շաբաթել տղեկից, թորների, ծորներից գնում գալիս են, ամեն օր հեռախոսով կապում եմ խոսում ծորնիկների հետ։ Նենց որ չեն գողոքում, լավ է, փառք ասում, մնա խաղաղությունը լի ամեն ինչ կճարի էլի։ Ինչքան ուզում ես մարդ ունտուր, մեկա մի քիչ ալնեմ։ Հա։ Ինչքան տվեցիք, էլի պիտի բողոքական լինի, վա, տեսեք։ Դեպետ գյուղը հարևան գյուղերի համեմատ վերջին տարիներին շատ է զարգացել հյուրանոցներ, հյուրատներ, ժամանակակից սմարթ դպրոց ու այդպես ամեն ինչ օր-օրի զարգանում, գեղեցկանում է իրենց աչքի առաջ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ դեռ խնդիրները շատ են, ասում են։ Կողքի գյուղերի հետ համեմատած, այստեղ սպրոսը շատ էկոգնացողները, ես երևի գետի հնարավորություններն էլ է, բնությունը, գետը, հա, հետո այնտեղ ունենք սմարթ կենտրոն ունենք, ես լորվա մարզիս, ամեն տեղերից գալիս են երեխեքին բանամ սովորացնեմ, դաստը լավ է, էլ առաջ են դնում երեխեքին, քաղաքի հետ կապը հեռու չենք էլի, լավ է եղել, ճիշտ է եղել, հա, սրանից ուղիղ հաշվենք 60 տարի առաջ, չէ, մի քիչ շատ, դեռ երեխայի որ գլուխ, 70 տարի առաջ հիվանդանոց ունեինք գյուղում, 70 տարի առաջ, ես պարկել եմ հիվանդանոց եմ, դպրոց չէի գնում դեռ, գլխից խփել էին, ոբշեն, հիվանդանոց ունեինք, կլուբ ունեինք լավ,
խաղասենյակ ունեինք, 2 հատ խանութ ունեինք, պոշտա ունեինք, հացի փուր ունեինք, ճաշարան ունեինք, հա, այսինքն ուզեմ ասեմ ամեն հնարավորություններ կար։ Այ գետը, այստեղ գետը հոսմածվերը մամասիշն մեր գետը, ժամանակ ջուր չկար, վեդրով ջուր բերելու, անպայման մեջը մի 4-5 հատ ձուկ կար, ինքան շատ է, հիմա տարբեր տեղերից, վերևից, ներքևից, տոկերով, բանով ոչնչացնում են, էլի կա, բայց համարը ոչնչացման եզրին է, չնայած Աստված ոչանի, որովհետև ներքևից էլի գալիս է։ Ուզեմ ասեմ, ճիշտ է, ասեն զարգացած է Երևան, բայց այնքան բաներ, ամեն օր 8 անգամ երկրաշարժից առաջ Կիրովական դեպետ դսեղ ավտոբուսը աշխատում էր։ Կարա էր 4 անգամ գնաս, 4 անգամ գաս։ Իսկ մի հատ առավոտ է գնա, մի հատ երեկոն է գալիս։ Ոնց ասենք զարգացած է։ Աշխատավարձով գնում ենք մի ամսվա աշխատավարձով Մոսկվա գալի։ Իսկ մի ամսվա աշխատավարձով չես կարա տամոքին ասնես։ Զարգացածը ո՞րն է։ Ում ենք խափում մենք։ Հիմա շատ բան է փոխվել ու ավելի շատ դեպի վատն ասում են ամուսինները։ Մի ժամանակ աղջիկների գեղեցկությունը բնական էր առանց շպարի կամ միջամտությունների։ Չկան նաև առաջվա համեստությունը, զսպվածությունը, չկան ամենակարևորը արժեքները։ Ոչ դզած կար, ոչ փչած կար, ում վրա կար, ինչ որ ծնողը բերել էր, նենց առաջը դրած էր։ Հա, չկար էլի ասենք որ փչես մեկ էլ երեսից բանակը որ չի տակից դուրս գա մի հատ ուրիշ բան։ Իրանց անշնորհքացնում են, թվում է թե սիրուն անում են, բայց շատ գեշ են, անբնական են դառնում, էլի։ Դե ես ինչ դառնում են, իրանք գիտեն, իրանք են օգտագործում, դա մեր դատելու բանը չի, բայց մեր ժամանակ օրինակ այտենց քսվանք չկար։ Շրթներքներ, մեկ էլ աչքեր է, վсё։ Էլի այտենց բան չկար։ Էն էլ թաքուն որ հանկարծ դպրոցում չէ, դպրոցում այտենց բան չկար։ 10-րդ դասան էլ կտնային որ մեկը բանակս, այտենց բան գոյություն չուներ։ Որովհետև կոնտրոլ կար խիստ էր, ինչ ծորնիկս չի խոսում տեսասանգով նայում ենք այնտեղ աղջիկս բանը թորնիկ ցուցատալի տատի դարակը բացել է վիզնա գցել մատանին հանեց ցուցատալի ասմատես թորնիկս վրան չեմ ասма չի գալի ես կողմարի ասма դեսենցել ունենք քսենք երեսել քսենք հներեխն տենամա տենց ասորն է ինչ բեհմի մեր տանը որ չի եղել այդ քսողը չի եղել իմ երեխան ինչ պետք է տենան ինչ քսեր հա այդ տենց մենք սովորում են էլի Այսպես փոխված կյանքի ու հազար ու մի բանի մասին են խաղաղ երեկոներին իրենց պատշգամբում նստած զրուցում ամուսինները, քննարկում անելիքները, երեխաների, թոռների, ծոռների հաջողություններն ու այդպես էլ ապրում։ Քանի ծոռնիկ ունենք։ 6 հատ ծոռնիկ ունենք։ Մեկն էլ սպասել է։ Հա, մեկն էլ սպասել, երկու տղամի աղջիկ ունենք, հա։ Հիվանդ չլինենք ամեն ինչ նորմալ է։ Մարդը ամեն ինչ էլ պիտի տենա։ Ամեն ինչ պիտի տենա, նեղություն էլ պիտի տենա, լայնություն էլ պիտի տենա, լավ էլ ենք ապրել, վատ էլ ենք ապրել։ Տենց է եղել, կյանքը տենց թելադրել է։ Ճիշտ է, մեր կյանքից գոհ եմ, մեր Հայաստանի ճակատագիրն է, որ այս վիճակը մենք չգիտենք։ Թռցնում են մեկ էսկո ամերիկանան դեղից, ռուսան դեղից, պարսիկան դեղից, թուրքան դեղից։ Հա, մերոնք էլ իրար չեն պահում, այդ դրահմարը սենց վադավարոտի մեջ են ընկելու չգիտենք ինչ անենք, հա։ Նեղանում են Նիկոլը սենց հարավ, Նիկոլը հանսենց հանձնողի հիրներն անցած, Նիկոլին էլ, Սաղինն էլ չի կարելի, թասլիպ չունենք, թասլիպ չկա, աղջիկ ջան, թասլիպ չկա մեր ժողովրդի մեջ, որ մի բռունց դառնան իրար։ Տարիների ընթացքում նրանք միասին հաղթահարել են դժվարություններ, կիսել աշխատանքն ու հոգսերը, այգի հիմնել, ծառեր տնկել ու այգու յուրաքանչյուր անկյուն արտացոլում է իրենց համատեղ անցած ճանապարհը։ Նրանց պատմությունը ոչ միայն մի ընտանիքի, այլ նաև մի ամբողջ սերնդի արտացոլումն է, որ հիշեցնում է, թե ինչ արժեքներ են պահում մարդուն, անկախ ժամանակից ու փոփոխվող աշխարհից։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Դեպետից անկյուն, Գումարած 3 հեռուստաընկերության համար։